Բարի երեկո, սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, ողջունենք ձեզ Դարձյալ Մեծիդանն Գիլիգիո Կաթողիկոսության քրիստոնեական դաստիարակության բաժանմունքի կողմէ կազմակերպած հավատք եւ կյանք հայրակիրով համագործակցությամբ Վանացայինի հայկական ռադիոգայանին։ Այսօր Վանացայինի ստուդիոեն ներս ուրախությամբ կհյուրընկալենք Գիբրոսեն Նիկոսիոս ու Պասվաձածին առաջնորդանիստ մայր եկեղեցվո հոգևոր հովիվ արժանապատիվ դեր Մոմիկ Ավակ Քահանա Հաբեշյանը, որ մեզի պիտի խոսի Գիբրոսի հայկական քաղուտի իրավիճակը հոգևոր անգյունով դիտված խորակրով։ Օրհնեցեք դեր այր, բարի երեկո։ Բարի երեկո, Աստված օրհնե, Աստված օրհնական։ Հուսամ լավ եւ անկիստ եք դեր այր։ Շնորհակալ եք, շատ լավ։ Շատ բարի դեր հայր։ Դեր հայր նկատի ունենալով որ նյութը կպատկանի այլ խոսքով ծեր շրջանին գրնանք սկսիլ հետևյալ հարցումով։ Եթե գրնանք առաջին հերթին մեզի ներկայացնեք Գիբրոսի հայ քաղուտի եւ եկեղեցվո պատմական անցյալն ու ներկան։ Շատ բարի։ Կուզեմ ես ալին գողմես առաջին հերթին բարի երեկո մաղթել մեր ունգընտիրներուն եւ ագընտիրներուն եւ առաջին հերթին շնորհակալությունս հայտնել այս հրավերի համար Գիլիգիո Կաթողիկոսության քաղաքալ վեհապար հայրապետին ընդհանրապես կաթողիկոսության մեր միապան եղբայրներուն շնորհակալություն նաեւ Վանացայինին այս գործակցության եւ այս գեղեցիկ երեկոներու եւ հայդակրի գազմագերբության համար Ինչպես գիտենք, սպյուրքի մեջ հազվագյուտ են այս երևույթները եւ խիստ կարեւոր մեզի համար, որովհետեւ բոլորս կտեսնենք եւ գաբրինք իրականություններ, որոնք շատ ավելի մեզի պատրաստ են ուժացնելու կամ հեռացնելու մեր արմատներեն եւ աղբյուրներեն, ավանդություններեն, լեզուեն եւ այլն։ Ուրեմն, սկսելով Գիբրոսի մեջ ընդհանրապես հայերու պատմության, այսինքն յետև երթալով, թե հայեր որ թվականն իվեր գոյություն ունեցած են Գիբրոսի մեջ, Քրիստոսի հետ 578 թվականին իվեր, ուրեմն հայեր գոյություն ունեցած են գղզվույս վրան, Բյուզանտիոնի Հուստինյան գայսեր վերջին օրերուն, եւ այդ օրերուն նաեւ կգարտան, թե մեծ թիվով զինվորականներ ներկա եղած են գղզի վրա Այսինքն ոչ թե միայն բարձ ժողովուրդ, այլ նաև զինվորականներ եղած են եւ գտնված են գղզիի վրա։ Գիբրոսի մեջ քանի մտեղեր կան, որոնք ուրեմն հայկական գոչվին, ժամանակին ամենահին եղած է Արմենոխորի անունով գյուղը, որ այսինքն հունարեն եթե թարգմանենք հայկական գյուղ կամ հայկական քաղաք, հայկական շրջան եւ այլն կգոչվի։ Արմենոխորի մեջ սակայն այլևս ովևէ հայկական արձանագրություն մնացած չէ, գսվի թե ժամանակին քերեզմաններ կային, բայց այժմ մնացած չէ Արմենոխորիի մեջ։ Ուրեմն առաջինը անիգա է, անգենտի նաև մեր հայ եկեղեցական կրություններում մեջ կտեսնենք բավական արձանագրություններ, օրինակ թե ինչպես Թաթեոս եպիսկոպոս մասնակցած է Հռոմգլայի ժողովին 1179-ին ներկայացնելով Գիբրոսի թեմա, 1179 անգամ յետև երթալով ներկայացնելով ուրեմն Գիբրոսի թեմա։ Հետո Գրիգոր 4-րդ կաթողիկոսի օրով ուրեմն բադահած է նաև այս բանը եւ նույն կաթողիկոսի օրով Ներսես Լամպրոնացի եպիսկոպոս ցերնատրված է Եվ Գիլիգիո Դարսոն քաղաքեն ելած եւ հաստատված է Գիբրոս ուսանելու համար Ներսես Լամպրոնացի եպիսկոպոսը Այսինքն նշանակալից բաներ են ասում մեր եկեղեցական պատմության կամ ընդհանրապես Գիբրոսի եկեղեցական պատմության համար Նաև հիշատակումներ կան 1307-ին Սիսի ժողովին կմասնակցի Նիկողայոս եպիսկոպոս Գիբրոսեն Սիսի ժողով որ տեղի ունեցած է 1307 թվականին։ Այս եպիսկոպոսներուն աթոռը հավանաբար Ֆամագուստան եղած է, որը Ֆամագուստան այն ժամանակ ամենեն զարգացած եւ առաջտիմած
մայրաքաղաքը եղած է Գիբրոսի։ Ուրեմն քանի այդ ժամանակ գղզիս ամենակարևոր քաղաքները ինչպես ասենք եւ նաեւ Ֆամագուստան եղած է վաճառականական շատ կարևոր քաղաքը Գիբրոսի համար, ինչ որ այժմ քրավյալ է, բայց մարդ չի բնակիր այնտեղ։ Ֆամագուստան գոչվի այժմ Ghost Town, որովհետեւ որևէ մեկը չի բնակիր Ֆամագուստայի մեջ։ 1974-ի ներխուժումեն յետ այնպես եղած է, որ ամբողջ ժողովուրդը փախած է Ֆամագուստայի, սակայն գիբրական զինվորներն դեղը կանգ արած են եւ մարդ չաբրիկ Ֆամագուստայի մեջ, որևէ մեկը։ Բավական մեծ քաղաք է։ Ուրեմն կան նաեւ վկայություններ, որ Ֆամագուստայի մեջ կային եպիսկոպոսներ, ինչպես ասենք, եւ եպիսկոպոսանիստ աթոռ եղած է, այսինքն այս իմաստով կռանք ասել, որ 8 տարերե ավելի ներկայություն ունին գղզուիս վրա։ Այո։ Խոսեցեք դերը։ Այո, 8 տարերե ավելի ներկայություն ունին գղզուիս վրա հայերը։ Նաև կռանք ասել, կռանք խոսել մեր եկեղեցիներու մասին, առաջին հերթին ցեզի ներկայացնեմ, ուրեմն մեր գղզի կրավյալ կողմի մեջ գտնվող եկեղեցիներ, բանկ կամ եկեղեցաբատական գալվածներ, ուրեմն առաջին ունին Սուրբ Մագարավանքը, որ 9-րդ դարուն հիմնված էր, 9-րդ դարու վանքն եղած է, եւ ջկնարանն եղած է իրականության մեջ սկիզբը, եւ սակայն ցանոթ չէ թե անիգա երբ հայերուն դրված է, սակայն 15-րդ դարում գհիշվի որպես հայկական վանք, այսինքն նախավես հայերը կառուցած չեն անվանկը, գհիշադակվի կամ կգարձվի թե ղպտիներու վանքն եղած է, կամ ջկնարանն ղպտիներու, սակայն 15-րդ դարում դրված է, դիգա հայերու։ Ունենք Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ ուրեմն կառուցված է 12-րդ դարում, Սուրբ Աստվածածին երբ լսենք կհասկանանք Կրավյալ կողմը գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին, որուն ճիշտ նույն անունով շինված է այժմում մեր եկեղեցին։ Ուրեմն Սուրբ Աստվածածին եկեղեցին եղած է լատինական վանքը, որ 13-րդ դարում կառուցված է, եւ նաեւ եղած է ժամանակ լատիններու կորզածություն եւ որտատրած է, կորզածված է որպես աղի շտեմարան, այսինքն դերևս հետաքրքրական է հիշելը, որ աղ ամբարած են եկեղեցու մեջ եւ աղ ծախած են, աղի շտեմարան կորզածված է։ Նաեւ Ֆամագուստայի մեջ ունենք Սուրբ Աստվածածին Գանչվոր մադուրը, սակայն ընդհանուր կրնամ ասել վանական գառույց են, մեզի մնացած է միայն մադուրը, այսինքն Սուրբ Ֆամագուստայի մեջ ունեցած ենք նաև վանքը, սակայն անգլիկրետ է պամը մնացած չէ, մեզի մնացած է միայն մադուրը այսօր։ Ասոնք եղած են եւ կրնամ հիշատակել նաև, որ Մագարավանքի շրջակայքը մենք շատ մեծ հսկայական գալված ունենք, որ այժմ նաև գրավված է այդ բոլորը, շատ մեծ հսկայական գալված, ներկայացնելով ուրեմն այժմում մեր գործող եկեղեցիները, առաջին հերթին ուրեմն ունենք Լարնակայի մեջ Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որ կառուցված է 1909 թվականին, իհիշադակ Ադանայի չարտերեն ժողովրած ժողովուրդին եւ իհիշադակ զոհերուն նաև։ Ունենք Սուրբ Գևորգ եկեղեցին, որ կառուցված է 1939-ին Լիմասոլի մեջ եւ ուրեմն 1963-ի Գիբրոսի միջհամանքային բախումներում պատճառով նաև գործընծուցած ենք Սուրբ Աստվածածին եկեղեցին, այսինքն 1974-ին առաջ գործընծուցած ենք արդեն մեր եկեղեցին միջհամանքային բախումներու ադեմ եւ on եկեղեցու փագի մեջ կգտնվեր ուրեմն Մելիքյան վարժարանը եւ առաջնորդարանը, այսինքն նախին Սուրբ Աստվածածին եկեղեցու փագի մեջ էին առաջնորդարանը եւ Մելիքյան վարժարանը։ Ուրեմն 63-ին բռնակրավեցան նաև ասոնք եւ մենք հերու մնացինք ստիպված դարձյալ ժողովրեցակ 1974-ի ներխուժումեն յետ գրավեցավ նաև Մագարավանքը
Ուրեմն 1981-ին կառուցվեցավ այժմ Նիգոսիո Սուրբ Աստվածածին եկեղեցին, Նարեկ վարժարանի կողքին եւ նաեւ ասկային առաջնորդարան։ Այսինքն 1981-ին 84-ի միջև կառուցվեցավ Նարեկ վարժարանը, եկեղեցին եւ առաջնորդարանը, որ այժմ կգործե։ Նաեւ հապճեպցով ներկայացնեմ ընդհանրապես գաղութից մեջ գործող վարժարաններու եւ այլն մասին, ուրեմն ունենք 3 վարժարաններ՝ Նիգոսիա, Լարնակա եւ Լիմասոլ։ Մեծ թիվով, այսինքն Նիգոսիայի ավելի աշակերտության մեջ թիվը։ Ունենք Նիգոսիո մեջ դարձյալ Կալաջյան հանգստյան տուն, այսինքն ինչպես որ դասկնանք տիպանան ձերանոց, Մերկոնյան գրտական հաստատություն, որ դժբախտաբար այժմ փակ է։ Ասեմ նաեւ որ Նիգոսիո վարժարանի մեջ 2005-ին ի վեր կգործե Նարեկ վարժարանի մեջ կգործե նաեւ միջնակարգ բաժինը։ Եվ ունենք նաեւ նանոր մանկական կենտրոն, այսինքն նորածին փոքրիկներեն սկսյալ կամ կանեմ ամսու փոքրիկներեն, հետո գաճախեն նախագծարան եւ երկրորդական վարժարան, այսինքն մինչեւ 15 տարեկան գաճախեն Նիգոսիա, Լարնակա եւ Լիմասոլ չի գա հասնում դրությունը։ Ուրեմն ունենք եկեղեցու հովանի ներքև կգործե երջախում, որ մեծ թիվով անդամներ ունենք, սկսյալ մեծահասակներեն, երիտասարդներ, բադանիներ, գրծերներ եւ այլն մինչեւ 5-6 տարեկան անդամներ։ Գաղութից մեջ կա համասկայինի հովանի ներքով կգործե մեծ թիվով բարախում։ Ունենք ինչպես կգարձեմ ամենտեղ 3 ավանդական գուսակցություններ եւ նաեւ ունենք միություններ, Սպյուրքի ավանդական միությունները, ունենք նաեւ գարժե իշել հոմը, այսինքն հայօգնության միությունը, որ հսկայական կորձ կդանի առավելաբար Հայաստանի մեջ բարեգործություն եւ իր աշխատանքները կատարելու եւ նախապես նաեւ Արցախի մեջ, հիմա շուտ նաեւ օգտակար կլան Արցախայության ժողովրդին։ Ուրեմն թեմի գառույցը այս պահուս ունի եկեղեցական գառույցը կաթողիկոսական փոխանորդ, որ այժմ Կոմիդաս arciepiscopos Օհանյանն է, 3 հոգևորականներ, անցնաբես ես Նիգոսիո մեջ, Տերմաշտոց ավակ քահանան Լարնակայի մեջ եւ ինչպես գիտեք վերջերս Հայր Հովհաննես Սարդաջյանը Լիմասոլի մեջ։ Եվ գարժե նաև հիշել, որ 1960-ին ի վեր ունենք պետական ներկայացուցիչ, այսինքն հայ քաղուտեն մեկը գնդրվի հայության կողմեն եւ ինքը կդառնա ներկայացուցիչ պետության մոտ եւ կներկայացնի հայերուն հարցերը, ինչ որ ասենք թե դժվարություններ կամ որևէ մեկ ծեվի բաներով։ Եզրակացնելով ուրեմն այսքան մեր գաղութի մասին ավելի չերգարենք, ասենք թե գառույցներու մասին։ Շատ բարի էր։ Բավական հարուստ պատմական անցյալ եւ ներկա ունի Գիբրոսը։ Շատ բարի դեր հայր։ Նկատի ունենալով որ դեր հայր ավելի քան 25 տարի է գծարայեք Գիբրոսի մեջ։ Ինչ է ծեր փորձառությունը եկեղեցիեն ներս եւ անգետ դուրս ժողովրդին հետ փախտadելով անցյալին։ Շատ բարի, առաջին հերթին եթե ուզեմ ցեզի խոսիլ, որով ես երբ որ նոր Կիպրոս եկա փորձեցի արխիվները, որ տետրակներու մեջ էին ավելի արտիականացնել եւ այլն, համագարկիչի մեջ անցնել եւ վերագրական երևույթներու հանդիպեցա, օրինակ մինչեւ 1900 սկսելով 1830-ին կամ ավելի յետև ինչ որ արխիվներ ունեին, բոլորը սկսան քրել համագարկիչի մեջ եւ այլն եւ գիտեք անտեղը պսակներու արձանագրություն մգրտության եւ թաղմանց արձանագրություններու մեջ առաջին հերթին ակնհայտ ծևով ուրեմն նկատեցինք որ ինչպես մինչև 1960-ական 63 թվականներ ինչ որսին միջհամայնքային բախումներու շրջանները ընդհանրապես մեր բոլոր արձանագրությունները հայ էին, այսինքն թե հարսը կամ տեսան կամ մգրտություններու բարակային մայրը, հայրը կամ գնկահայր եւ այլն բոլորը հայ էին արձանագրություններով, իրենց անուններով, մագանուններով եւ այլն։
Սակայն ժամանակի ընթացքին այդ փոփոխությունը տեսանք 1963-ին յետ, որ ինչպես սկսավ կամաց հայ եւ ոչ հայ, այսինքն հույն ավելի ուշ նաեւ ուրիշ տեսակ արձանագրություններ ունենալ։ Դժբախտաբար բաններ, որ ասենք թե այսօր շատ ավելի սրված է պախտadելով ինչպես որ ասենք հարցումի մեջ անցյալին հետ մեր այսօրվա գացությունը, այս երևույթը շատ սրված է։ Եվ կրնամ ասել նաև, որ կիբրահայերը, որպես կիբրահայեր փնիկ, այսինքն արմատ ունեցող կիբրահայեր, որոնք այստեղ կապրեին թե չարթեն առաջ եւ թե չարթեն հետո, սկսած է նաև այդ երևույթը փոփոխության ենթարկվել, այսինքն փնիկ կիբրահայերը բավական նոսրացած են գաղութիս մեջ, փնիկ կիբրահայերու տիպը։ Այդ մեկը նաև դպրոցեն ներս կտեսնենք, ասենք թե մեր աշակերտության մեջ եւ այլն, բնիկ հայր եւ մայր կիբրահայ կամ եւ այլն բավական նոսրացած է այդ տիպը։ Եվ բավական Կիպրոսի մեջ ունենք, այսինքն ոչ բնիկ կիբրահայեր, ինչպես նաև մենք եւ կամ ուրիշներ, որոնք առավելաբար Լիբանան են, Սուրիա են եւ նաև շատ այսօր ունենք Հայաստանեն եկած եւ այստեղ հաստատված հայրենագիցներ, այո։ Այսինքն այս բոլորը կներկայացնեմ որպես ճշմարտացի երևույթ, ինչ որ է այսօր մեր իրավիճակը ոչ թե այսինքն քննադատելով կամ որևէ մեկ այսինքն իրականությունը բարձրացնել ասել եւ նաեւ կրնամ ասել պախտadելով անցյալին այդ ժողովրդի հետաքրքրությունը բավական փոխված է, այսինքն ինչպես եկեղեցին ներս կամ դուրս ժամանակին շատ ավելի հետաքրքրված էր ժողովուրդը եկեղեցիով կամ ասենք թե հավատքի հետ կապված կամ եկեղեցական ցերնակներով, դասախոսություններով, գազագերբված որևէ ուրիշ տեսակի գործունեություններով, ինչպես գիտեք համաշխարհային է հարցը, այսինքն ժողովրդի հետաքրքրությունը շեղած է, գրնանք ասել, հավակնի մսելու, այսինքն դժբախտաբար, այո, ամենտեղ Անոր համար ցեզի սկիզբը որ այս հսկայական գործը կամ այս ծրագիրները որ գուզենք իրականացնել, կգարձենք կհավատանք որ կոնե դերևս այս քաոսի մեջ կրնանք մենք ալ փոփոխություն բերել դրական իմաստով։ Եվ նաև կգարձեմ, այսինքն հիմնական պատճառներն մեկը որ այսօր Կիպրոսի մեջ կոնե կգործընծնենք այս բոլորը հայերը իրարու հետ շփվելու դժվարությունը ունին, ինչպես որ դարձյալ գսեմ այսօր գիտեք բջիջային հերացային պատճառով նույն դուրի մեջ երկու եղբայր կամ քույր եղբայր կամ ասկականներ իրար հետ չեն շփվի այլևս, այսինքն այդ պատճառով նաև մեր իրականության մեջ թեև ունենք հսկայական գործունեություն, ակումբներ, եկեղեցիներ, դպրոցներ եւ այլն, բայց ընդհանրապես ինչ որ կգարձեմ մարդ արարածը սկսած է մեգուսանալ սկսած է սիրել առանցին ապրիլ իր բջիջայինին եւ իր աշխարհի մեջ գործվելով, ամփոփվելով կամ եւ այլն։ Ուրեմն եզրափակելով գտնանք ասել դժբախտ է երևույթը, բայց նաեւ միշտ պայքարողներ պետք են հունարեն գսեն հույսը վերջինը գմերնի, elpida peteni telestea։ Ուրեմն հույսը նույն անորամար մենք մգրդության ադենալ հավատ հույս եւ սեր դխնդրենք աստուծն է որ երեխային դա ուրեմն այդ է շատ բարի դեր հայր քիչ առաջ դեր հայր երբ որ պատմական անցյալ ներկայացուցիկ այնտեղ նաեւ անդրադարձակ դբրոցի մասին դբրոցի կարևորության մասին եւ բնականաբար դբրոց եկեղեցի միություններ միասնապար ինչ է ծեր այսօրվան աբրած իրականությունը եկեղեցիեն եւ դբրոցեններս հայաբահբանման եւ հավատքի հետ կապված երևույթներու մասին։ Ուրեմն ինչպես ասենք հսկայական աշխատանք նորեն բայկարս են օդար ափերում մեջ կդարվի, որովհետեւ ասենք թե մեր Կիպրոսի քաղաքը ես ապրած կամ ծնած մեծած լալով Լիբանան կդարբերի Լիբանանեն այն իմաստով որ այստեղ շատ ավելի դժվար են մարդահրավերները որովհետև նախ քիչեր կան, որոնք ընտանիք են դպրոցեն դուրս արիտ ունին իրար հետ բարեկամություն ընկերություն ունելու, այսինքն ինչպես Լիբանան կամ Անջար, որտեղ են ես ու կամ
դուրսկել են ընկերներ իրար հետ խաղային կամ լիբանան ասենք թե նույն թաղի մեջի դղակը եւ այլն այդ դրությունը այստեղ գոյություն չունի ուրեմն ավելի հարցը եւ զարությունը կմնա ընտանիքին վրա այդ բերը առնելու եւ գազམ་ագերվելու իրենց սավակներում ասենք թե ընկերային այդ երևույթը կամ ժամանակը ստեղծելու սակայն Նաև գա ուրիշ երևույթ որ գրեթե ամեն մարդ դպրոցել յետք ունի իրենք գործունեություններ, activities, այսինքն բարի, ֆուտբոլի, երգի, տաշնագի կամ ինչ ծևի փորձերու կամ բաներու կմասնակցի մարզական, մշակութային եւ այլն։ Այդ իմաստով ուրեմն սկսած է դժվարանալ այդ ընկերային բահերը, որոնք իրար հետ կանցնեին, ուստի այնպես մեղած է որ դպրոցը մնացած է միակ դեղը որ պետք է այս բոլորը տա երբեմն մենք ես նաև ասեմ որ 25 տարի է դպրոցի մեջ ուսուցչություն գնեմ գրոնքի դասավանդելով եւ երկար ադեն գիրագնորիայի դասավանդություններ ունելով եւ այլն այդ բոլորը կամաց տարիներում տածքի մի փորձառությունը ասենք թե Սվորսարդումը ծերք բերած եմ, տիդելով այդ բոլորը դարիներում տածքի։ Առ այդ դժվարացած է հարցը, որը նաև գսենք երբեմն դարվա ընթացքին գխտանք երբեմն ստատիստիկ մգա, որ գսե գրեթե 7800 ժամ բզդիգը ծնողքին հետ կանցնե և 900 ժամ դպրոցին մեջ։ Ուրեմն ով գլա ավելի փոքրիկին առավելապար տաստերագը կամ ուղորդողը, այսինքն նույնն է գրնամ ասել հոգևոր երևույթներու բարակային օրինակի համար ես 20 եւ ավելի տարիներ է մեր արևակալի երկեցողությունը կգադարեն մեր նարեկ վարժարանի աշակերտները իրենց կսորվեցնեմ ասենք թե բանը մինչեւ գրեթե անեղանելի կերկեն բոլորը ուրեմն վերջին 2 դասարաններ ամեն տարի 10-ի մեջ կենալով կմասնակցին եւ շատ մեծ խանդավառությամբ Դասարանը երբ որ փորձերը գնենք նույնիսկ կուլան շատերը որ իրենք կուզեն սոլոյի բաժինները ըննել եւ այլն այնտեղ մեծ խնդիրներ շատ մեծ խանդավառությամբ բուկան ճորեքշաբթի ուրբաթ արգումներ եկեղեցի կմասնակցին եւ այլն հիշեմ նաեւ նոր նույնալ լարնակայով լիմասոլ դեղի ունենա ուրեմն եւ կամ երբ որ մեր ամիջական շրջանակի մեջ ապրող երեխաներ գիրագորեր ու բուկան մոմ կբռնեն կշոց կնեն եւ այլն Ուրեմն խանդավառությունը մեծ է, սակայն դժվարությունը աշակերտ եւ եկեղեցի կամ փոքրիկ եւ եկեղեցի չէ, հիմնական դժվարությունը ծնողք եւ եկեղեցին է, որը ծնողքը մեղադրելի չէ, երբ շաբաթը 6-7 օր աշխատանքի մեջ կլան գիրագորերը հանգիստ կուզենանել եւ իրենց անձնական ծրագիրները ունենան, ուրեմն ընդհանրապես ադի եղած է երևույթը եւ հիշեմ նաեւ որ սերտ գործակցություն ունենք մենք դպրոցին հետ դպրոցի աշակերտությունը կմասնակցի վարդանանցի բادرակի երկեցողությունը կգադարե ապրիլ 24-ի երկեցողությունը եւ կամ այլ դոնական օրգան աշակերտները ներկա կլան եւ այլն ընդհանրապես ուրեմն ասեմ մեր դժվարությունը որ Գճարճարվինք, գպորցենք, բայկարինք հայապահպանման այդ իրականության մեջ, հավատքի իրականությանց մեջ և մեր առավելակույնը լավակույնը ուզենք կնել անշուշտ միշտ առաջորդվելով սրբազան հոր խրատներ են, դպրոցի տնօրենության հետ աշխատելով միասնապար հայ ուսուցիչներուն և այլն այսպիսով կփորձենք մեր գարկին մեր լուման տնել մեր հոգևոր և մշակութային իրականության մեջ Շատ բարի դեր հայր, շնորհակալ ենք առաջին հանգրվանին համար, մենք առնենք մեր առաջին տատարը, մեր ունգընթիրներուն ուշադրության կուզենք անցնել, որ մեծ բահքի շրջանի մեջն ենք կոեր, դնդեսի նվիրված շարականն է, որ միասնապար գունգընտրենք։
Շատ բարի սիրելիներ, դուք ունգընտրեցիք մեծ պահքի նվիրված անցյալ գիրագիորվան դնդեսի գիրագիի օրտնության շարագանը։ Եվ անոնք, որոնք մեզի նոր միացան, բարձաբես հիշեցում մնե Գիբրոսեն մեզի հետ է արժանավադիվ դեր Մոմիկ ավակ կահանա Հաբեշյանը, որ գխոսի Գիբրոսի հայկական քաղուտի իրավիճակի մասին հոգևոր անգյունեն թիդված։ Դեր հայր կշարունակենք մեր հարցազրույցը մեր երկրորդ բաժինով քիչ առաջ դարձյալ օդարացման ցուլման մասին անդրադարձակ հետևաբար հարցը հետևյալը դիտելա ինչ է ծեր գարձիկը ցուլման եւ օդարացման մասին եւ ինչ կաբրիկ այդ ուղությամբ Շատ բարի ուրեմն Գիտենք, ինչպես կտեսնենք, նաև անգամ եղսենք ամեն ուրեք ժամանակի պայմաններու բերումով դժբախտաբար մեր հայկական պարկերը եւ սովորությունները ավանդությունները կփոխվին եւ ընտանիք հասկացողությունը դարբեր գերբեր անուններ եւ դարբեր ծևի մշակութային փոփոխություններ կապրի ընտանիք հասկացողությունը երբ կապրի օրինակ արևմուտքի մեջ բավական ընտանիք հասկացողության շուրջ բավական լայնախոհ եւ ազատամիտ մտածողություններ կան դժբախտաբար որոնք երբեմն իմ կարծիքով նաեւ գարաժնորդվին սանձարցակության այսինքն սկսած են բոլոր հասկացողությունները փոխվել մարդկային իրավունքներ վիդագին տակ եւ ընտանիք հասկացողությունը գուզեն ընդհանրապես լուծել չճել չեղյալ համարել եւ ազատություն բարինդա գսել մարդոց կացեք ամրեցեք օրինակ այստեղ կան կամ ավելի արևմուտքի մեջ կան ասենք թե կոչվի single mothers, որոնք չեն ուզեր ամուսնանալ, ուզեն երեխա ունենալ եւ մինագին ապրիլ կամ դժբախտաբար հիմա սկսած են երևույթները, ինչպես գիտեք, երեխաներ որտեղրելու, միասերականներու կողմէ եւ այլն, ինչ որ դժբախտաբար իրականություններ է, որոնք ապրինք, այսինքն մեր երեխական սկզբունքներուն թեմ, սակայն նաեւ ասոնց մեկը գազմվի մեր հավաքականությունը, այսինքն երբեմն ստիպված ասենք թե հասկանանք որ ասե մեր իրականությունը այսօր եւ մեզի կմնա ընդրություն կատարելը դժվար է ընդրություն կատարելը որովհետեւ բոլորն աստուծո ստեղծած զավակներն են մերն են եւ այդտեղ ունենանք ասենք թե դժվարությունը ուրեմն ընտանիք հասկացողությունը երբ որ սկսի փոփոխության ենթարկվել մենք ունենանք այդ դժվարությունները Նաև օդար երկիրներու մեջ շատ մեծ է արիթը շփվելու օդարներու հետ այսինքն ասել ուզեմ երբ ընդհանրապես երեխան արդեն երկրորդական վարժարան որպես երթա այլևս օդար վարժարանն է ապա համալսարանը ստիպված է երթալու եւ շփվելու օդարներու հետ մինչ այդ կսկսի աշխատել օդարներու հետ եւ իրամիջական շրջանակը գլան ընդհանրապես այսինքն 90-100 օդարները եւ երբ որ գտեսնենք ցայնասպյուր ընկերային ցանցեր շարժաբատեր ինքնաշարժի մեջ ասենք թե երբ որ գունգընտրեն իրենց ամեն ինչը օդար լեզվով է այսինքն ընդհանրապես ամենը կարողություն է չէ վերջապես եւ շատ ավելի մատչելի եւ շատ ավելի հարազատ գտարնա այդ օդար երկը լեզուն ասենք թե շարժաբանքերը եւ այլն եւ ընդհանրապես կամ գիտեք նաեւ բջիջային հերացայինի մեջ ամեն ինչ դեպի ունենա անգլերենով կամ օդար լեզվով եւ այլն ուրեմն ադիգա կարողություն է բնականաբար որ կգադարվի մեր երեխաներուն այսինքն գրմփագոցվի իրենց միտքը աչքը իրենց ամենօրյա իրենց ամենօրյան գրմփագոցվի այս բոլոր բաներով եւ ընդհանրապես տեղի գուդաս կհանձնվի որով շատ ավելի թյուրին գլա այս բոլորը ընկալելը եւ նաեւ դալը կուգարքի որովհետեւ դսկսի բնական դառնա այսօր օրինակ համար դժբախտաբար ցավոք սրտի գսենք որ մեր եկեղեցական ամուսնություններուն գրեթե 70-100-ը օդարներու հետ է այսինքն 70-ով 30 է մեր համեմատականությունը եթե ուզեք տեսնել մեր իրականությունը դարձյալ գսեմ քննադատություն չէ որ գնեմ բայց իրականությունը այո այսինքն կփորձենք ինչ որսի այս բոլորին համար
բայկարիլ դժբախտաբար նաև երբեմն նույնիսկ մենք կրնալալ ենթակա լանկաս փորձություններուն, այսինքն երբես է մենք, մեր ամիջական հարազատները, զավակները, եղբայրները, քույրերը կամ այսինքն գիտնալով իրականությունը դժբախտաբար երբեմն գզողվինք այս երևույթի Չարյաց փոքրակույն այսպես կոչված կփորձենք, այո, ուրեմն ամփոփելով այս երևույթն այսօր գաբրինք եւ չեմ գիտե բարին աստուծմե ահա լավ է այդ մեկը լավ դեր հայր այս բոլոր հարցերուն մեջ լուծումներ ունիք այսպես կոչված լավ ուրիշ գամ գտեսնեք լուծումներ ուրեմն առաջին հերթին ես կգարձեմ ընդհանրապես կյանքի մեջ ինչպես նաև առողջական իմաստով երբ որ գունենանք հիվանդությունը ախտը առաջին հերթին կարևոր է նախ անել ախտաջանաչում այսինքն գիտնալ թե ինչ է հիվանդությունը թիմել մասնակետին եւ ըստ այնը սկսել այդ ախտաջանաչման բուժման ուրեմն առաջին հերթին մենք որպես ազգ որպես ժողովուրդ պետք է ընդունենք հասկանանք եւ տեսնենք մեր դժվարությունը մեր հիվանդությունը մեր ցավը գիտնանք ճիշտ որտեղն է սակայն ուրիշ դժբախտ երևույթ մգա որ մեզի գբաքսին ես կգարձեմ մասնակետներ այսինքն եթե կան մասնակետներ այսինքն մասնակետները ասել կուզեմ ցուրումը գանխարկիլող մասնակետներ եթե ունենք չեմ գիտեր եթե ունենք այսինքն իրավես մեզի գբաքսին մասնակետներ ճշգրիտ ծևով առաջնորդելու այսօր այս երևույթին բուժման անորոշ գշեշտեմ նաև ասելու չեմ գիտեր եթե ունենք կամ եթե կան մասնակետներ ցուրումը գանխարկիլող մասնակետներ այսինքն առաջին մտածողությունը անեմ եւ երկրորդ հայկական ասենք հայու ասկային ոգի եւ գիտակցություն կբացի դժբախտաբար մեր սպյուրքի իրականության մեջ հակառակ որ կգարձեմ շատ գիտագից հայասեր եւ այս հարցերը տեսնող մարդիկ շատ ունին մեր իրականության մեջ սակայն ինչպես գսեն ժողովրդական առածը գսե ցերկը ցերկը լավա եւ երկու ցերկը երես ուրեմն մեկ ցերկով կամ ինքս կսեմ մեկ ցերկով ծափչես կնան զարնել այս երևույթներում ագանադես կլանք ուրեմն առաջին հերթին ես կգարձեմ մասնակետներու գարիք ունենք եւ նաեւ լսողներու գարիք կգա այսինքն նաեւ գա այն իրականությունը որ եթե իրավես տեսնենք մարդիկ որոնք կրնան եւ կարողություն ունին մեզի համախմբելու առաջնորդելու գազմագերբելու նաեւ մտի գնենք եւ վստահենք այդ իրականություններուն այսին փորձ մնելով ես կգարձեմ նաեւ իմ անսական գարձիկս է նաեւ սպյուրքի մեջ մեր ցուլման կարևորագույն մեկ պատճառը այդ հզոր հայրենիք չունենալն է ես կգարձեմ որովհետեւ այն շփումը որ ունիմ երեխաներուն հետ եւ այլն կամ երդասարտներուն հետ երբեմն որ գխոսի ընդհանրապես իրենց համար ցավ է շվարած գործված հայրենիքը ունենալ որ ճիշտ չենք գիտեր ուր ենք ինչ ենք որքան ուժեղ ենք ինչ կնենք եւ ուր գարաչնորդվենք եւ այսօր երդասարտությունը գիտեք դերյակ է ամեն բան կգարտա կտեսնե կլսե եւ իր ինքնուրույն մտածելակերպ ունի այդ բոլորը շատ կաստե մեր ցուլման գործընթացին մեջ դժբախտաբար եւ իրական լալով այսինքն իջնելով իրական ժողովրդի մեջ եւ տեսնելով այս բոլորը շատ մեծ ցավ կբաժարեն մեզի եւ ասի ավարտելով այսինքն գուզեմ ասել որ մեր հիմնական նպատակը պետք է լա բայկարին չհանձնվել վստահել աստուծո հավատալ մեր բոլոր իրականություններուն այսինքն հավատքի իմաստով մշակութային իմաստով մեր ավանդություններում մեր ազգի ուժին կարողության մեր ղեկավարության մեր հոգևոր առաջնորդներում սկսելով բեհապարայրապետեն մեր եպիսկոպոսներեն եւ այլն հավատալ բոլորին եւ փորձել բայկարել այս դժվարին գացության մեջ իրականության մեջ ինչպես սկիզբը պետք է ընդունենք որ գացությունը
դժվար է, այսին դյուրին կամ շուտ լուծվելիք հարցի մասին չեն խոսի, բայց իմ կարծիքով կարծեմ անկարելի բան չէ։ ավելի լավ լալ, այո, հարցերը շատ ավելի լավ կրնան լալ, եւ մենք որպես հայ ժողովուրդ նաեւ դիմանալ ուրիշ հազարամյակներ, եթե գիտակցենք, եթե ինչպես ճիշտ մասնակիցներ ունենանք եւ լսել եւ առաջնորդվել սորվի։ Շատ բարի դեր հայր, վերջապես եթե գուզեք ձեր սրդի խոսքը փամը մեր ժողովրդին ունգընտիրներուն ագընտիրներուն հրամեցեք։ Առաջին դարձյալս եմ շնորհակալություն գայտնեմ այս գրեթե 40 վայրկյանին, որ միասին եղանք։ Մեր ժողովուրդը գիտակից եւ հավատացյալ ժողովուրդ եղած է միշտ, ունեցած ենք վերիվայրումներ ընդհանրապես մեր պատմության մեջ, բայց ես կհավատամ, որ միշտ կրծած ենք ոտքի ելնել որևէ դժվարին բարականերում։ Անոր հիմնական հարցը, անոր հիմնական ողնասյուներեն մեկը եղած է մեր եկեղեցին եւ մեր հավատքը։ Առ այդ գտիմենք մեր ժողովրդին դարձած մնալ առաջին հերթին ավանդություններուն, մեր սովորություններուն, հավատքին, մեր լեզվին, որովհետեւ բամը չենք կորսնցնել, եթե դարձած մնանք մեր ավանդություններուն եւ նաեւ սորվինք օդարինը։ Այսինքն, եթե լավ գիտնանք մեր մայրենի լեզուն, նաեւ խոսենք ուրիշ լեզուներ։ Եթե լավ գիտնանք մեր աղոթները, մեր շարականները, մեր հավատքը, մեր եկեղեցին եւ ընդհանրապես մեր հավատքի, ասենք թե հավատքի զորությունը, որ ինչքան կրնամ է զորտագարը լալ, նաեւ ընենք օդար парքերը ջանչնան։ Այս է իմ խրադս, այսինքն միայն օդարը լավ չսորվինք, մերիններն լավ սորվինք, գիտնանք, բամը չենք կորսնցնել, որևէ սխալ կամ թերություն չի նկատվի այդ մեկը, այլ ավելի կզորացնե մեզի եւ ավելի որպես աս, որպես ժողովուրդ, որպես հավատացյալներ մեր դերը եւ մեր ըսելիքը ունենանք աշխարհի մեջ։ Ինչ որ օրինակ ես կներեք հաջող կգտնեմ մեր հայկական անունները, կգարձեմ ես մեր ինքնությունն է։ Ինչու մենք օդար երկիներում մեջ եւ դաբրին ուզենք տնել նաեւ օդար անուններ։ Հարկանքս բոլոր գրոններում, բայց օրինակ չինացիները գտնեն իրենց ինքնուրույն անունները եւ մենք ուտերեն լսենք կգիտնանք որ չինացի են անում։ Ասենք թե մամեդականները ունին իրենց ինքնուրույն անունը, որ լանք աշխարհի մեջ գտեսնենք եւ հասկանանք որ անուն իրենց մամեդական են։ Կամ հույները ունին իրենց անունները, հույները օրինակ մգրտության ադեն ուզեն անպայման սուրբի անուն նաեւ մգրտել իրենց երեխային, այլևս չեն մգրտել։ Ասենք թե եւ առաջինը գլայդ անունը, եթե ուզես տել դուն Ջեք տնել, քեզի Անդրեաս Ջեք կմգրտե եւ ոչ թե Ջեք, որովհետեւ դες պետք է ունենաս քունական անունը։ Ուրեմն նաեւ մեր անուններ, մենք այսինքն եթե մեր հայկական գեղեցիկ անունները տնենք, ինչ կգործնցնենք։ Ոչինչ, բայց մենք շատ շուտ կփոխենք մեր անունները, մեր ամեն սովորությունները, ամեն ինչ կուրանանք, բայց սխալ բանը չի կա անոր մեջ հայկական անուն տնելու կամ եւ այլն։ Առ այդ լավ մնացեք, առողջություն բոլորիդ կմաղթեմ, զորացեք եւ այս բայացողության 40-օրյա օրերուն ընթացքին առավելս մաղթեմ մեր հավատքը զորանա, գարչին մեր եկեղեցու մեր արմատներում, որովհետեւ եթե արմատներուն լավ չի գարցին, շատ թյուրույն ցևով արմատախիլ դրնանք լավ։ Շնորհակալություն դեր հայր, վարձկենիդ կդար, Աստված ձեր հավատքին եւ գոչումի մեջ հաստատ պահե։ Շնորհակալություն։ Փագելը առաջ մեր հայդակիրը սիրելիներ, ագանչալուրը լանք Դավիթ Մարգարեին Պերնով արդասանված Սաղմոսներեն հատվածը։ Ողորմե ինձի ով Աստված, թուն որ այնքան ողորմած ես, քո անսահման կտությամբ իմ հանցանքս ները ինձի, ամբողջությամբ մաքրես զիս իմ անօրենութենես, եւ իմ մեղքես զիս սրբե, գիտեմ հանցանք կործեցի, մեղքս բնավ միտքես չելլեր, քեզի միայն քեզի թեմ մեղանչեցի դեր, կործեցի այն, ինչ որ թուն չարիք կնկատես, ուստի արդար ես, ինչ վջիրալ արցակես, իրավացի ես, ինչ բադիժալ սահմանես, արդարև, անորեն եմ ծնունտես ի վեր, մեղավոր եմ մորս հղության բահենը սկսյալ, սակայն թուն դեր, որովհետև մարդուս սրդին մեջ ճշմարտությունը գուզես տեսնել,
ձաձուկ կերպով իմաստությունդ հայտնեցիր ինձի, ուստի ներումիտ ծողով սրբեզիս և պիտի մաքրվիմ, լվազիս և ծյունեն ավելի մաքուր պիտի ըլլամ, ցնծությունն ու ուրախությունը վերադարձուր ինձի և դարաբաց ոսկորներս պիտի ցնծան, նկատի մի առներ մեղքերս, ներե բոլոր հանցանքներս, մաքուր սիրտ մհաստատ է մեջս, ով Աստված, նոր և ուղիղ հոգի տիր իմ ներսիտիս, ներկայութենետ մի զրկեր զիս դեր և քու սուրբ հոգիդ թող չլքեզիս, փրկությանդ ցնծությունը դուր ինձի և քու գամքիդ հնազանդ հոգի մտիր իմ մեջս, որբեսի անօրեններուն սորվեցնեմ քու գամքդ և մեղավորները քեզի դառնան, այս արյան բարտկեն փրկեզիս Աստված, Աստված փրկիչս, և լեզուս ցնծությամբ արդարությունդ պիտի երգե, բաց իմ շրթներս, ով դեր, թող բերանս քեզի օրհնություն երգե, եթե զոհ կամենայիր, պիտի մատուցանեի, բայց ողջակեզ թուն չես ուզեր, ուզած զոհդ զղջումով լի հոգի մնե, ով Աստված, հետևաբար մի մերժեր զղջումնալից և ընջված իմ սիրտս, բարեհաճ եղիր Սիոնի հանդեպ, որբեսի Երուսաղեմի բարիստները վերաշինվին, այն ադեն պիտի ընդունիս քավության մեր զոհերը, ուխտի նվերներն ու ողջակեզները և քու զոհ հեսեղանիդ տրված մադղաշ ծուլերը, ամեն, բարի գիշեր և հաճելի ունգընտրություն։